Օրտնությամբ և նախակահությամբ նորին սուրբոձություն դեր Արամ առաջին սրբազնակույն Կաթողիկոսին հայ եկեղեցու համալսարանական ուսանողներու միությունը նշեց իր հիմնադրության 60-ամյակը։ Դարեդարձը նշվեցավ Հուշամադյանի շնորհանդեսով շաբաթ 10 հունվար 2026-ին Մայրավանքի Կիլիկիա տանկարանի սրահի մեջ ներկայությամբ նախկին եւ ներկա հեհոմականներու ու հոգեվոր խորհրդադուներու անձամբ եւ արցանց մասնակցությամբ։ Բացման խոսքով հանդես եկավ Գալի Ավակյան, շեշտելով, որ այս երեգոն լոկ դարեդարձի մնշում չէ, այլ կենտանի վկայություն այն իրողությամբ, որ եկեղեցին երդասարդ կմնա, այնքան ադեմ, որքան երդասարդ է իր երդացարտությունը։ Ան նշեց նաև, որ 60-ամյակին նվիրված Հուշամադյանը պատմական արձանագրություն ըլլալե անթին հոգևոր հիշողություն է եւ բացատրեց, որ ամյակը 2024-ի փոխարեն նշվեցավ այս տարի Արցախի գորուստի եւ Լիբանանի անգայուն իրավիճակի պատճառով, որոնք հետաձգեցին ցերնարկին իրականացումը։ Սրդի խոսք արդասանեց Հեոմի նախկին հոգևոր խորհրդադու հոգեշնորհ Զավեն Վարդապետ Նաջարյան, նշելով, որ 60 տարի առաջ ծնունդ առած այս միությունը գշարունակե իր ընթացքը դեպի Աստված եւ հայ ժողովուրդ, թիմագայելով բազմաթիվ մարտահրավերներ։ Ան երդասարտները հորդորեց անվախ օգտվելու կյանքին ընծերած արիտներեն եւ գիտնալու, որ իրենք հայ ժողովրդի զավակներու կենտանի փունջ մնեն։ Երախտագիտության խոսքերով հանդես եկան նաև նախկին հեհոմականներ Ռաֆի Գևոլանյան եւ Հովիկ Արսլանյան։ Գևոլանյան անդրադարձավ միության մեջ ապրած իր երդասարտական տարիներուն, ընդգծելով անոր թերը որպես հանդիպման, մդերմության եւ հայկական ընտանիքներու հիմք ձևավորելու հարթակ։ Հովիկ Արսլանյան իր ղարքին հեհոմը բնութագրեց իբրև դբրոց, ուր երդասարտները գծեվավորեն մարդկային արժեքներ, գազմագերբչական հմդություններ եւ ծառայական ոգի, շեշտելով միության գենսական առաքելությունը ներկա երդասարտության կյանքի մեջ։ Այնուհետև խմբակրական գազմի անդամ Արաս Քոջայան ներկայացուց աբակային նայող եւ աբակային կացող հայ համալսարանականը Խորակրյալ Հուշամադյանը, նշելով, որ գիրքը ամբողջ միության ընտանիքի հավաքական աշխատանքի արդյունք է։ Անընդգծեց, որ հադորը գներարե միության կանոնակիրները, առաքելությունը, հոգևոր խորհրդադուներու գենսակրությունները, վարչական գազմերու եւ անդամներու անվանացանգերը, ինչպես նաեւ սրդի խոսքեր ու վկայություններ, լուսաբանելով Հեոմի ազգային մշակութային քրական ուսումնասիրական եւ միջկրոնական բազմակողմանի գործունեությունը։ Ցերնարգին ընթացքին իր հայրապետական պատգամը փոխանցեց Արամ առաջին վեհապար հայրապետը, վերահաստատելով իր հավատքը Հեհոմի գենսական առաքելության նկատմամբ։ Անշեշտեց, որ միությունը հավատքի ճանապարհ եւ ծառայական ոգի է, ընդգծելով, որ քրիստոնեական ըմբռնումով հավատքը կգենթանանա ծառայության միջոցով։ Վեհապար հայրապետը քննադեց բոլոր անոնք, որոնք իրենց ներդրում ունեցան այս 60-ամյա ուղիի մեջ եւ գոչուեց միության գործունեությունը դարաձելու Լիբանանի սահմաններեն անտին։ Նշենք, որ ցերնարգի ընթացքին գեղարվեստական հայդակրով ելույթ ունեցան Ներսես Չուլջյան Տաշնամուրի վրա ներկայացնելով Արամ Խաչատուրյանի Սուրերով բարը եւ Մերի Էկմեկջան ասմունքելով Եղիշե Չարենցի Ես իմանուշ Հայաստանի կերտվածը։ Հայտնենք, որ հադորի մեգենասությունը ստանցնեց Հյուսիսային Ամերիկայի արևելյան հայոց թեմը, իսկ խմբակրագազմն է Սերբուկ Ջենանյան, Արաս Քոջայան, Զավեն Վարդապետ Նաջարյան եւ Մովսես Ապեղայո Սուլքանյան։ Ցերնարգը իր ավարտին հասավ Կիլիկիա օրհներգի հավաքական երկեցողությամբ։